Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ամենահիշարժան փոփոխությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն Գրեթե 2.5 տարի անց եվրոպական ամբիոն վերադառնալով Հայաստանի վարչապետը նախ հայ-ադրբեջանական խաղաղությունից է խոսում։ Րոպեներ չանցած ելույթում դրական շեշտադրումները մթագնում են, ինչպես հենց Փաշինյանը ձևակերպեց։ Տարածաշրջանում պատերազմ է, իսկ հարևան Իրանը մեր բարեկամն է, նրա դեմ դուրս եկած Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերը։ մեզ մնում է միայն աղոթել բոլոր զոհերի հոգիների հանգստության եւ գործընկեր առաջնորդների իմաստության համար, որ նրանք րոպե առաջ գտնեն դիվանագիտական լուծումներ։ Մերձավոր Արևելքում պատերազմ է, Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձաբար կարող են իրար հասնել Հայաստանի տարածքով։ Փաշինյանն ասում է, այսօր էլ պատրաստ ենք նրանց ճանապարհ տալ, բայց նրա ենթադրությամբ Բաքուն ու Անկարան այս առաջարկից չեն օգտվում, մտահոգվելով Սյունիքի ամերիկյան երթուղու հարցով։ Գուցե TRIP ծրագիրը այս պատճառով ուշանա։ Այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը TRIP նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետև նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերին։ 2024-ին ըստ Փաշինյանի Հայաստանը հասել էր իր պետականության եզրին, եթե կառավարությունը չորոշեր Ադրբեջանի հետ սահմանը զատել գծելու գործընթաց սկսել, ապա վարչապետն ասում է, մեջբերում ենք, Հայաստանն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույն արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք։ Այստեղ առանց անուններ հիշատակելու Փաշինյանն անդրադառնում է հայ-առաքելական Սուրբ եկեղեցուն, նկատի առնելով Բագրատ arczepiskopos Գալստանյանի նախաձեռնած շարժումը սահմանազատման գործընթացի դեմ։ Սահմանազատման այդ որոշումը 2024 թվականի ապրիլի կայացնելը շատ դժվար էր։ Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ arczepiskoposներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև ըստ էության ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե կոնֆլիկտը։ Տասնյակ հազար քաղաքացիներ տրվելով բարձրաստիճան հոգևորականների եւ նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին դուրս էին եկել փողոց։ Դուք կարող եք պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում 2018 թվականին ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությամբ իշխանության հասած մեր կառավարության ու քաղաքական թիմի համար։ Փաշինյանն ասում է, հոգևոր իշխանությանը վերաբերող թեման Եվրախորհրդարանում չէր բացի, եթե չտեսներ, թե ինչպես են այդ նույն մարդիկ այս նույն կառույցում տեղեկություններ տարածում, թե Հայաստանի կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում։ Իրականությունն այն է, որ որոշ հոգևորականներ Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը, իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին։ Ինչ վերաբերում է Երևանի եվրաինտեգրմանը, ապա դեռ ջանքեր են պետք Հայաստանն օբյեկտիվորեն համապատասխանեցնելու եվրոպական ստանդարտներին, բայց սա էլ ամբողջությամբ չի երաշխավորի մեր մուտքը Եվրաընտանիք։ Ըստ Փաշինյանի երկու ճանապարհ կա, այս պալատում հավաքված պաշտոնյաները կամ մեզ կընդունեն, կամ ոչ, երկու դեպքում էլ Հայաստանը կշահի։ Պիտի անկեղծ ասեմ սակայն, որ Եվրոպական միությանը Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահի ամենամեծ խնդիրը Եվրոպական միության եւ Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն։ Փաշինյանը եվրապատգամավորներին շնորհակալ է ուշադրության համար։ Ելույթի վերջում ավանդական խոսքն է եւ եվրոպացիների հոտնկայս ծափողջունները։ Երասխագուրիկ երկաթ գիծը վերականգնելու Երևանի առաջարկը թեև Մոսկվայից դրական արձագանքի արժանացավ, այնուամենայնիվ Հայաստանը Ռուսաստանի հետ հիմա քննարկում է նաև հայկական երկաթուղու ռուսական կառավարումը որևէ այլ երրորդ պետության փոխանցելու հարցը։ Սա այն պատճառով, որ Ռուսաստանի հետ որոշ երկրներ ոչ այնքան լավ հարաբերություններ ունեն, իսկ Սյունիքի ամերիկյան ճանապարհով անցնելու է նաև երկաթ գիծը։ TRIP բանակցություններին առաջարկել էին մեր երկրի տարածքով անցնող ծրագրով շրջանցել հենց մեզ։ Ռազմավարական դիրքերն են կորցնում ու նաև մեր մրցակցային առավելությունները, վարչապետն է ասել։ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ
Եվ մենք հարցի վերաբերյալ նաև որոշակի ըմբռնում ենք տեսնում, ինչի համար շնորհակալ ենք, որովհետև ելի եմ ասում, մեր ասածի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը, ասելով, որ մենք պարզապես այս իրավիճակում Հայաստան իր մրցակցային առավելությունները կորցնում է եւ մենք ուրիշ որևէ մոտիվացիա չունենք եւ հույս ունեմ, որ մենք կարողանանք հասնել կոնկրետ լուծումների։ Թեպետ ըստ Փաշինյանի խոսքի ռուս գործընկերներից ըմբռնում են տեսնում այս հարցի վերաբերյալ, Մոսկվայից սակայն արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան նույնիսկ տարօրինակ էր որակել երկաթուղու վերաբերյալ Երևանի մեկնաբանությունները։ Միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի խոսքով Հայաստանի երկաթուղու համակարգը մեկ գիշերում կփլուզվի, եթե Ռուսաստանից զատ որևէ այլ պետության հանձնվի դրա կառավարումը։ Չեմ գնահատի այլ պետությունների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որը արդյունավետ եւ վաղուց աշխատում է Հայաստանում, ոչ ամենապարզ պայմաններում։ Երևանի ակնկալիքը հետևյալն է, եւ Ռուսաստանի եւ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող որևէ երկիր Մոսկվայից պարզապես գնում է կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Ռուս գործընկերների հետ բանակցություններին զուգահեռ Հայաստանի իշխանությունները հարցը քննարկում են նաեւ այն երկրների հետ, որոնք հնարավոր է հետաքրքրվեն գործարքով։ Մենք ակնկալում ենք, որ կան երկրներ, որոնք որ պատրաստ են գնել, բայց չեմ կարող ասել։ Ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ եւ բնական է հետաքրություն, խոսակցություն դրա մասին կա։ Այլ հարցը թե վերջում ինչ որոշում կլինի։ Ընդ որում քաղաքական որոշում Երևանում դեռ չկա, իսկ օրակարգում տեղեկություններ են շրջանառվում, թե Երևանի ռուսական կառավարմամբ երկաթուղին գնելու հետաքրքրություն ունեն Քաթարն ու Քուվեյթը։ Վարչապետը այս տեղեկությունը ըստ էության չի հերքել։ Տնտեսական կախվածությունը, օրինակ, վերջին տարիներին կտրուկորեն աճել է Ռուսաստանից։ Հիմա այս ստեղծված իրավիճակում նաև պետք է հաշվի առնվի, որ մոտակա արդեն ժամանակ ընտրություններ են Հայաստանի Հանրապետությունում լինելու։ Դրա համար չեմ կարծում, որ մոտակա կես տարվա ընթացքում հնարավոր լինի կառավարման երկաթուղու հանձնումը այլ երկրին, որովհետև իհարկե սա արդեն վնաս կհասցնի Ռուսաստանի Դաշնությանը եւ իրեն կարող է կտրուկ արձագանք իրենց կողմից լինի։ Երկաթուղիները պարզապես ռելսեր կամ շարժակազմ չեն, դրանք նաև ազդեցության գծեր են եւ քաղաքական, տնտեսական եւ երբեմն էլ նույնիսկ անվտանգային։ Այդ պատճառով էլ ըստ մասնագետների Հայաստանի երկաթուղու կառավարման շուրջ քննարկումները դուրս են գալիս սովորական տնտեսական գործարքի շրջանակից եւ դառնում ավելի լայն տարածաշրջանային հաշվարկների մաս։ Փորձագետներն ասում են, քաղաքական զգայուն թեմա է, որի լուծումը կախված է թե Հայաստանի հաշվարկներից, թե մյուսների արձագանքներից։ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ շարունակել Ղարաբաղի շարժումը, ինչը կարող է բերել նոր պատերազմի, թե հրաժարվել դրանից եւ գնալ խաղաղության ճանապարհով։ Նրա խոսքով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը կողմ է շարժումը չշարունակելուն, իսկ վերջնական որոշումը պետք է կայացնի ժողովուրդը ընտրությունների միջոցով։ Ալիևյան դատարանում 16 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ավանեսյանի հոգեկան առողջության մասին փաստաթղթերն առաջիկա ամսվա ընթացքում կհասնեն Ստրասբուրգ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նրա պաշտպաններն ամիսներ անց կարողացել են Հայաստանի պատկան մարմիններից ստանալ որոշ տեղեկություններ, որոնք պատասխանատու կառույցներից տևական ժամանակ հրաժարվում էին փոխանցել փաստաբաններին։ Անհնարին էր, ասում էին, բժշկական գաղտնիք է։ Իսկ Եվրոդատարանում գիտեին, սակայն փաստաթուղթ չէին տեսել Ավանեսյանի առողջական խնդիրների մասին։ Պնդումը կար, ապացույցը ոչ, սա կարևոր տեղեկանք է փաստաբաններից Արա Ղազարյանի ձևակերպմամբ անուղղակի փաստարկ, որ տեղ կհասնի։ Որ մենք կարողանանք հիմնավորել մեր առաջ քաշած պնդումը, որ նա առողջական խնդիր է ունեցել։ Հակառակն ապացուցելու բեռն ընկնում է Ադրբեջանի իշխանության վրա, Արցախն օկուպացրել են, իսկ 58-ամյա տղամարդու համապատասխան փաստաթղթերի բնօրինակները հենց իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում են։ Շենքերը իրեն գրավել են անձնական տվյալներով, բժշկական տվյալներով, այո, ապացուցման բեռը Ադրբեջանի վրա է։ Կարեն Ավանեսյանը Արցախում մնացած վերջին հայերից էր։ Ալիևի իրավապահները նրան ձերբակալեցին նախորդ սեպտեմբերին, հասցրին Գանձակի ծանր հանցագործությունների դատարան ու նրա դեմ Ադրբեջանի քրեական օրենսգրքի միանգամից 8 հոդված շարեցին, թե իբր պլանավորել էր ահաբեկություն իրականացնել օկուպացված Ստեփանակերտ այցելած Ալիևի նկատմամբ։ 58-ամյա արցախցու զբոսանքի այս կադրերը հրապարակեցին, սրանք ներկայացնելով իբրև փաստ, մինչդեռ բացի մի ուսապարկ ձեռքն առած աչու ձախան
անելուց այս տեսանյութում այդպես էլ որևէ էական գործողություն չես տեսնի։ Ընդ որում, Միեդում նրա պաշտպանը նկատում է Ստեփանակերտից հրապարակված կադրերում նա քայլում է ոչ թե այն ուղղությամբ, որտեղ այդ պահին եղել է Ալիևը, այլ ճիշտ հակառակ։ Իսկ ադրբեջանցիները պնդում են, թե փոքրամարմին այս տղամարդու ռազմամթերքի մի ամբողջ արսենալ է ձեռքի տակ ունեցել՝ կալաշնիկով, փամփուշտներով լցված պահունակներ, նաև 5 նռնակ։ Աշխարհին ուզում են համոզել, թե այդ ամենը Կարենը տեղափոխել է Մյուսապարկում ու առանց շունչը փչելու տարել ու բերել, վերիվար արել։ Հերիք չէ կրակ արձակել ոստիկանների ուղղությամբ, նույնիսկ նռնակ նետել։ Հոգեկան առողջություն ունեցող բոլոր անձինք խոցելի են ինքնին, իսկ այս դեպքում առավել եւս, քանի որ գտնվում է անազատության մեջ եւ փաստացի իմ կոմունիկադո, այսինքն առանց արտաքին աշխարհի հետ որևէ կոմունիկացիայի հնարավորության։ Եվրադատարանն ամիսներ առաջ բավարարել է Ավանեսյանի փաստաբանների միջնորդությունն ու հրատապ միջոց է կիրառել, պարտավորեցնելով Ադրբեջանին Երևան տեղեկություններ հաղորդել ազատազրկված տղամարդու առողջական վիճակի մասին, ինչպես նաև հնարավորություն ստեղծել, որպեսզի վերջինս կապ հաստատի իր փաստաբանների հետ։ Չի բավարարվել։ Մենք պետք է պատրաստենք հերթական փաթեթը, ներկայացնենք, որ չի կատարվել որոշումը միջանկյալ եվրոպական դատարանի։ Խնդիրը ոչ Կարենին էր վերաբերում, ոչ էլ հորինված նախաահաբեկչական ակտին, համոզված են մասնագետները։ Ըստ նրանց Ալիևի կլանի հաշվարկներն իրականում բոլորովին այլ էին, փորձեցին գործը կապել Բաքվի ֆարսին։ Տեղեկատվական արշավ էր հերթական անգամ հայերին ահաբեկիչ ներկայացնելու համար։ Միթե Ստեփանակերտում կամ Արցախի մյուս քաղաքներում մնացած հայերին մանրամասն չեն հետազոտել ադրբեջանական հատուկ ծառայությունները։ Միթե նրանց ձեռքի տակ այդքանից հետո զենք զինամթերք կարող էր մնալ։ Ուկրաինայի հարցերի բանակցությունների փուլը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով հետաձգվում է, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Ներկայում մեր գործընկերների առաջնահերթությունն ու ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ Ուստի ամերիկյան կողմի առաջարկով այս շաբաթ նախատեսված հանդիպումը հետաձգվում է։ Ամերիկայի Սենատում հաղորդում է եղել այն մասին, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ ռազմական գործողության վրա օրական $900 միլիոն գումար է ծախսում։ The Washington Post-ը վկայակոչելով Պենտագոնին հայտարարել է, որ Իրանի դեմ Ամերիկայի սկզբնական հարվածները գնահատվել են 5.6 միլիարդ։ Հրապարակման մեջ նշվում է, որ ամերիկյան զորքերի կողմից կիրառվող ամենաժամանակակից զենքի սակավ պաշարների սպառման արագությունը անհանգստություն է առաջացնում որոշակի շրջաններում։ Թերթը հայտնել է նաև, որ պաշտպանական բյուջեն համալրելու համար տասնյակ միլիարդավոր դոլարներ կպահանջվեն։ Հորմուզի նեղուցում բեռնատար նավը խոցվել է անհայտ արկով, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել եւ իրականացվել է անձնակազմի տարհանում։ Այս մասին տեղեկացրել է Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Օմանից 11 ծովային մղոն դեպի հյուսիս։ Հայաստանում բանկային խարդախությունները նոր թափ են ստանում, թեև թվայնացման զարգացումը հեշտացնում է ֆինանսական գործարքները, սակայն ստեղծում է նաև հնարավորություններ կիբերհանցագործությունների համար։ Ամեն օր քաղաքացիները կարող են հայտնվել տարբեր խարդախ սխեմաների թիրախում, կեղծ զանգեր, ֆիշինգային կայքեր եւ սոցհարցումներ եւ սոցցանցերում տարածվող խաբեություններ։ Ֆիշինգը մասնագետների խոսքով կարող է լինել տարբեր միջոցներով, օրինակ վիշինգ ձայնային տարբերակով, եթե ձեզ այդպիսի զանգերով չափից շատ վախեցնում կամ ուրախացնում են, դա կարող է առաջնային նշանը լինել, որ զանգը կեղծ է։ Զանգում են, ներկայանում են բանկի անունից, կարող են մարդուն ագնապային շատ բանով, որ ձեզ հիմա փորձում են զեղծարները կոտրել եւ վարկ ձևակերպել։ Զանգողը հենց այդ զեղծարարն է։ Եթե ձեզանից մեսենջերով կամ հեռախոսով ուզում են շատ տվյալներ, լինում են դեպքեր, որ բանկին են դիմում, բանկը ուղարկում է այդ մարդկանց իմ մոտ։ Կոտրած WhatsApp-ներով են կապնվում, հայկական համարներով։ Խարդախները անընդհատ փոխում են մեթոդաբանությունը։ Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ այժմ գումարները շորթում են հիմնականում սպառնալիքով, վախի մթնոլորտ ստեղծելով կամ WhatsApp համակարգը կոտրելով։ Թեև կոնկրետ մեկ ուղղությամբ զեղծարարությունների աճը ըստ կենտրոնական բանկի չկա։ Քանի որ տեսակները անընդհատ փոխվում են, օրինակ ինչ որ մի տեսակ առաջանում, դրա դեմ արդեն նոր մեթոդներ են մշակում կամ մարդկանց իրազեկվածությունն է բարձրանում, դրանից հետո փոխում է զեղծարարության նոր տեսակի։ Կախված զեղծարարության տեսակներից կարգավորման իրազեկման աշխատանքները եւ կանխարգելիչ միջոցառումները անհրաժեշտ են, որպեսզի կրեն շարունակական բնույթ։ Կենտրոնական բանկից մանրամասնում են, հստակ զեղծարարության դեպքում որոշակի մեխանիզմներ գործում են, որոնցով հնարավոր է ինչ որ պայմաններով գումարը վերադարձվի։ Օրինակային դեպքում, երբ հաճախորդը զանգահարել է բանկ, որպեսզի հայտնի զեղծարարության մասին եւ մինչեւ բանկը բլոկավորել է քարտը, գումարը զեղծարարները քարտից հանել են։
Եղել են այնպիսի դեպքեր, երբ բանկը կարողացել է գումարը հետ վերադարձնել։ Այն դեպքերում, երբ որ մարդիկ են օրինակ անվամբ իրանց հաշվից այդ գումարը փոխանցել կամ կանխիկացնում են, գնում են ինչ-որ անձի հաշվին մուտք են անում։ Այս դեպքում փոխհատուցման բնականաբար համակարգեր գոյություն չունեն, բայց կան նաև որոշակի դեպքեր, ֆինանսական կազմակերպություն ինքն է նաև որոշում այստեղ որոշակի փոխհատուցման մեխանիզմներ կիրառի, թե չկիրառի։ Բանկային զեղծարարությունների դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է պետության եւ քաղաքացիների համատեղ ջանքերով։ Մասնագետները նշում են, կարևոր են ոչ միայն իրավապահների գործողությունները, այլ մարդկանց ֆինանսական եւ թվային գրագիտությունը։ Հուլիսի 1-ից քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները մոբայլ բանկինգով կամ ֆինանսական կազմակերպության կայքով։ Նոր գործիքի միջոցով հնարավոր կլինի օրինակ արգելափակել առցանց վարկի ձևակերպումը, ավանդից կամ խնայողական հաշվից առցանց ելքագրումները, այլ առցանց ֆինանսական գործառնություններ, ապա արգելափակումը կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից եւ ինքնության ստուգումից հետո։ Ես իրական համարում ավելի արդյունավետ կլիներ, որ մի քիչ սահմանափակումներ տնեին, այդ գերարագ հաստատվող վարկերը դադարեցնեին տրամադրել, որտեղ մի քլիկով վարկ են ձևակերպում, դա հեչ լավ պրակտիկա չի, որտեղ բազմաթիվ դեպքեր կա, որ հենց այդպես էլ մարդկանցից գողանում են իրենց գումարը, մի հատ վարկի տակ են գցում։ Գրանցվել է ավականու 57 անդամ, քվորում ունենք, նիստահայտարարում են բացված։ Օրակարգի առանցքային հարցերից է Երևանի 2026-ի բյուջեում փոփոխություններն ու մի շարք ծրագրերի ուղղությամբ գումարների ավելացումը։ Հաշվի առնելով արդեն իսկ նշված համահարցման սկզբունքով տրվող դոտացիայի եւ քաղաքացիական կացության ակտերի մասով պետական турքերի նվազեցումները մնացորդային գումարը կկազմի 8 միլիարդ 201 միլիոն դրամ։ Առաջարկվում է ավելացնել նախադպրոցական ուսուցման ծրագիրը 1 միլիարդ 700 միլիոն դրամով։ Նախատեսվում է մանկապարտեզներում հաստիկացուցակների դրույքաչափերը մայիսի 1-ից բարձրացնել 15-ից 20%-ով։ Գումարներ են հատկացվելու նաև փողոցներից մեկում միջին նորոգման աշխատանքների կատարման, մի շարք հասցեներում ոռոգման համակարգի արդիականացման ու մի քանի այլ ուղղություններով։ Ավականու ընդդիմադիր թևին հետաքրքրեց մանկապարտեզների շինարարությունը երբ են սկսելու։ Ունենք մանկապարտեզների ծրագիր, որը իրականացնում է մեր ԾԻԳ-ը եւ իրականացնում է մեր միջազգային ֆինանսական գործընկերների ֆինանսավորմամբ։ Շարունակելով մանկապարտեզների թեման, քաղաքային իշխանությունը տեղեկացնում է, որ նախագիծ է պատվիրվել համալիր փորձաքննությանը ստանալուց հետո այն ներառվելու է ծրագրում, ընդդիմադիրները տեղն ու տեղն են արձագանքում։ Այդ 80 մանկապարտեզը, պարոն Ավինյան, որ խոստացել էիք Հաղթանակ թաղամասի բնակիչներին, այդ ինչ ձևով ենք անելու, եթե բյուջեում արտացոլված չէ։ Նախ ասեմ, մանկապարտեզները մենք մեր ձևով, մեր իրականացրած նախկին մեթոդներով, ինչպես եւ իրականացրել ենք, այդ ձևով էլ շարունակելու ենք հիմնանորոգել, ի տարբերություն նախկին տրամաբանության, այնքան ինչքան մանկապարտեզ 2000-ականներին վաճառվել է, մի քիչ դրանից շատ մենք արդեն հիմնանորոգել ու կառուցել ենք։ Ավականու ընդդիմադիր թևին հետաքրքրեց, թե ինչու են մանկապարտեզներում աշխատակիցների աշխատավարձերը հիմա բարձրացնում, այլ ոչ թե դեկտեմբերի։ Հարցնում են, ինչու են 15-ից 20% բարձրացնում, ոչ ավելի։ Քաղաքապետը պատասխանեց, որ նախորդող տարիներին տարբեր ուղղությամբ աշխատողների աշխատավարձերը արդեն բարձրացրել են։ Բացի այդ, այս բարձրացումը կապված է առողջապահական ապահովագրության հետ։ Այս աշխատավարձերի բարձրացումը մեզ թույլ է տալու շատ եւ շատ մեր մանկապարտեզների աշխատակիցների 200,000 դրամի շեմը անցկացնել եւ այս մարդկանց նույնպես ներառել առողջապահական ապահովագրության շրջանակում։ Ընդդիմադիր թևից հակադարձեցին, թե սա քաղաքական որոշում է եւ կապված է գալիք ընտրությունների հետ։ Այս որոշումը ինձ թելադրված է մանկապարտեզների աշխատակիցների կողմից, սպորտ դպրոցների աշխատակիցների կողմից նախկինում էր թելադրված։ Ուզում եմ շեշտել, որ իրականում վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը իր սեփական եկամուտները եռապատկել է եւ դրա հաշվին ենք մենք այս աշխատավարձերը կարողանում բարձրացնել։ Սեփական եկամուտների այդ թմբկահարումը շատ պոպուլյար է դարձել։ Ընդամենը
Երևանցիների գրպանի հաշվին այդ մուտքերը ավելացել, բայց Աբինյանի խոսքով որոշումները ընտրությունների հետ կապ չունեն եւ մարդիկ վարձատրվում են վերջին 3-4 տարիներին իրենց կատարած աշխատանքի արդյունքներով։ Այս տարի ըստ նրա ներդրվելու է նոր համակարգ կատարողական գնահատականով։ Ով կկարողանա իր հարցև դրված խնդիրները ավելի սեղմ ժամկետներում, ավելի լավ ձևով լուծել, ես ձեզ վստահեցնում եմ, այդ մարդիկ աշխատավարձի հետ կապված երբևէ էլ հարց չեն ունենալու մեր ենթակայության տակ աշխատող որևէ կառույցում։ Չնայած երկուստեք հնչած տարբեր բողոքներին եւ առաջարկություններին, քվեարկության արդյունքով փոփոխությունների նախագիծը այնուամենայնիվ ընդունվեց։ Մարտի 10-ին Հայանիստ բնակավայրում մեքենա է այրվել, Զիլում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, հետո Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի թռչրեժները մարել են կրակը։ 73-ամյա վարորդը տեղափոխվել է Երևանի Արմենիա բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Ավտոմեքենան իմ տեղեկություններով հաշվառված է ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի այսպես ասած արմավիրի ճանշինի հաշվեկշռում դեպքի մասին արդեն ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվում, այստեղ ժամանել է համայնքային ոստիկանը։ Մարտի 9-ին մայրաքաղաքում Արցախի եւ Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են Chevrolet-ն ու VAZ-2106-ը։ Մեկ հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Շտապօգնության բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխել է, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Մարտի 10-ին հրդեհ է տեղի ունեցել Կարբիի ձորում, 1 ժամ կրակի տարածման դեմ պայքարել են Կարբիի ձորում գործող հայտնի հանգստյան գոտու աշխատակիցները, որոնց շնորհիվ նաև մեծ քանակի ծառեր են փրկվել։ Ահազանգել են նաև 112 օպերատիվ կառավարման կենտրոն։ Որ մենակ խոտերը վառվել լավ է, շտարացվել դեպի այստեղ լավ ծառեր կան։ Եվ մայրաքաղաքում չկա այնպիսի վարչական շրջան, որտեղ փոս չլինի Արաբկիրում, օրինակ Հովսեփ Էմին փողոցի մոտ 2 կիլոմետրանոց ճանապարհին նույնպես վտանգավոր վիճակ է։ 20 օրվա ընթացքում այս փողոցում 30-ից ավելի մեքենա է վնասվել։ Մայրաքաղաքում սկսվել են փոսալցման աշխատանքները, իսկ Հովսեփ Էմին փողոցում երբ կմեկնարկեն դրանք անհայտ է։ Սակայն մի բան է ակնհայտ՝ օր առաջ այստեղ պետք է խնդիրը լուծվի։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը կարող է դիմել քաղաքապետարան, որպեսի չանտեսեն այս փոսերը նույնպես լցեն գոնե ժամանակավորապես ոչ թե խճակարով կամ աղու ավազով,